Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պաշտպանների կողմից ներկայացվեցին դիմումներ Մհեր Ալբերտի Մելքոնյանի կողմից դիմումի համաձայն վերջինս նշել է հետևյալը. Պատվարժան դատարան, ես Մհեր Ալբերտի Մելքոնյանս պատրաստ եմ երաշխավորել, որ թիվ ՀԿԴ 0332-0125 քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունեցող Վարդան Ղուկասյանը քննության ընթացքում կդրսևորի պատշաճ վարքագիծ եւ կկատարի օրենքով վրա դրված պարտականությունները։ Հարգանքով Մելքոնյան, ստորագրություն։ Պնդում եք ձեր կողմից ներկայացված դիմումը։ Պնդում եք։ Այդ ու տեղյակ եք, թե ինչ մեղադրանք է ներկայացվել մեղադրյալ Վարդան Ղուկասյանը։ Շնորհակալություն, նստեք։ Վահան Վարդանի Բիչարչյան։ Ձեր կողմից նույնպես ներկայացվել է դիմում, որի համաձայն ես Վահան Վարդանի Բիչարչյանս պատրաստ եմ երաշխավորել, որ թիվ ՀԿԴ 0332-0125 քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունեցող Վարդան Ղուկասյանը քննության ընթացքում կդրսևորի պատշաճ վարքագիծ եւ կկատարի օրենքով վրա դրված պարտականությունները։ Հարգանքով ստորագրություն ազգանում։ Պնդում եք ներկայացած դիմումը։ Դուք տեղյակ եք, թե ինչ է մեղսագործում մեղադրյալը։ Շնորհակալություն, նստեք։ Նոր դիմում ստացվեց նաեւ Գառնիկ Դանելյանի կողմից համանման բովանդակությամբ։ Պարոն Դանելյան, պնդում եք ձեր կողմից ներկայացված դիմումը, դուք ևս տեղյակ եք մեղսագրվող առարկի։ Այո, տեղյակ եմ, պնդում եմ, որ այդ միջնորդությանը միանում են եւ համոզված են, որ Քարավրաժան Վարդան Ղուկասյանը այն ափանավմիջոցը կա, չի խոչընդոտի եւ պնդում եմ, որ ափանավմիջոցը նաեւ մեր երաշխավորությամբ շնորհակալ։ Շնորհակալություն, նստեք եւ ստացվել է Աժ-պատգամավոր Գեղամանուկյան, ես Աժ-պատգամավոր Գեղամանուկյանս պատրաստ եմ երաշխավորել, որ թիվ ՀԿԴ 0332-0125 քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունեցող Վարդան Ղուկասյանը քննության ընթացքում կդրսևորի պատշաճ վարքագիծ, կկատարի օրենքով վրա դրված պարտականությունները։ Պարոն Մանուկյան, պնդում եք ներկայացված դիմումը։ Պատվարժան դատարան, բայց ուզեի մի քանի Պատվարժան դատարան, մենք ներկայացնում ենք մի ազգային ժողով, որի աչքի առաջ արդեն տևական ժամանակ տեղի ունենում հանցագործություններ։ Մեր աչքի առաջ է եղել, որ Նիկոլ Փաշինյանը համակարգչով ստատուսներ է գրել Սամվել Կարապետյանի մասին եւ ազգային ժողովի դալիճից դուրս են եկել ԱԱԾ ոստիկանությունը Սամվել Կարապետյանի տանն էր ու հիմա ինքը գտնվում է անազատության մեջ։ Մենք ենք եղել ազգային ժողովի դալիճում, որտեղ Նիկոլ Փաշինյանը սպառնում էր Վարդան Ղուկասյանին ու այդ պաշտպանները խոսեցին ու Վարդան Ղուկասյանի դեմ տեղնեցավ այդ հարձակումը։ Մհեր Մելքոնյանի հետ եղել ենք Գյումրիի քաղաքապետարանում այն պահին, որ ամբողջ Հայաստանի ոստիկանական համակարգը լցրել էին Գյումրի։ Ու պետք է անկեղծ ասեմ, եթե Վարդան Ղուկասյանը այդ օրը չցանկանար որևէ կերպ իրավապահներին ենթարկվել, վստահեցնում եմ, որ դժվար թե որևէ մեկը կարողանա նրան քաղաքապետարանից հանել, որպեսզի որևէ բախում չլինի, որպեսզի ամեն ինչ լինի օրինականության շրջանակներում, Վարդան Ղուկասյանը ինքնակամ ներկայացավ։ Ես եղել եմ պատգամավոր, որ 2 օր շարունակ Հայաստանի տարբեր ժամանակավոր մեկուսարաններում գնացել եմ խեղճ ու կրակ գյումրեցիներին հատիկ տեսել եմ։ Զիբի աղբի մեքենայի վարորդ, հավաքարար, խնդիր, հոգեկան խնդիր ունեցող, որոնց տասնյակներով բռնել են լոկ մի բանի համար, որ ասեմ Վարդան Ղուկասյանը կազմակերպել է զանգվածային անկարգություններ։ Այդ բոլոր մարդիկ խեղճ ու կրակ, արդեն անեկդոտ էր դառել, այդ ակնետուշիկելի համար առավոտը պարեկները բռնել էր, իրիկուն արդեն մեղադրանք առաջադրված բոլորին մեկուսացրել է։ Եվ այս առումով իրականում նաև պաշտպանները միջնորդում են տնային կալանք եւ այլ խափանման միջոցներ, հանրային մեղադրողներ հղում է տալիս, որ կարող է վկաների վրա ազդել։ Նա դատարանների կողմից տևական ժամանակ Հայաստանում այլևս քաղաքական նպատակներով կա եւս մի բաժի տեսակ, դա կոչվում է տեսակցությունների վրա արգել։ Ես որպես ազգային ժողովի պատգամավոր իրավունք չեմ ունենում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն այցելել։ Տեղակայել, որ հիմա ազգային ժողովում նախագիծ ենք շրջանառում, որպեսզի արգելքը պատգամավորների վրա չտարածվի։ Ինչի համար են անում։ Ուղղակի
քաղաքական պատճառով ավելի խիստ պատժելու։ Այստեղ հանրային պաշտպանը ասում է, թե վկայի վրա կարող է ազդեցություն ունենալ։ Ենթադրենք կա այդպիսի վկա, Վարդան Ղուկասյանը անազատության մեջ է, տեսակցությունների վրա արգելք կա, ավելացրեք ընտանիքի անդամներն չտեսնի։ Եթե թող հանրային մեղադրողը մի հատ վկայի անուն տա, այդ վկայի ցուցմունքը հարությունաշտով փոխեք։ Վարդան Ղուկասյանի ազատության մակարդակի հետ կապ չունի վկայի ազդեցություն։ Նույն այս հակակոռուպցիոն դատարանում արդեն 3 տարուց ավել գործ է քննվում, որի մասին 100 անգամ ազգային ժողովում խոսել է։ 170 քանի վկայի անվան տա, պատճառաբաները, որ 170 քանի վկա կան, զինվորականներ կեսը Հայաստանում չեն, 3 տարի Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պահում էին անազատության մեջ, էլի նույն պատճառով, որտեղ Նիկոլ Փաշինյանը նրան կարգել էր որպես մեղադրյալ։ Եվ այս առումով որևէ խափանամիջոց Սահմանափակում չի մտցնում, իսկ պատգամավորների երաշխավորությունը ամենը գիտակցում է մեր խոսքի արժեքը։ Եվ այս առումով այն պատասխանատվությունը բարոյական քաղաքական, որ ունի Վարդան Ղուկասյանը գյումրեցիների առաջ, եւս միացնում ենք մեր անհատական որպես պատգամավոր, որպես կուսակցության անդամ, Հայաստանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցության անդամ, այդ ամբողջ պատասխանատվությունը, որպեսզի գիտեք իրականում շատ կարճ ասել 18 թվականից Հայաստանում մի մարդ հարձակվում է դեր դատական համակարգի վրա, դրա համար Դավիթ Գրիգորյանը ձեր գոլեգա, մինչև հիմա իր իրավունքներն է պաշտպանում, պաշտպանելով ամբողջ դատական համակարգ, հարձակվում է զինվորականության վրա, հարձակվում է տեղական ինքնակառավարման վրա, աբսուրդ է, բայց Հայաստանի երկու խոշոր երրորդ քաղաքների քաղաքապետերը քաղաքական նպատակով անազատության մեջ են հայտնվում, դա հանուն մեր երեխեքի ապագայի կտրենք ես միտեղ, ասենք որ չէ, կարան որոշում կայացնեն, կոնկրետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու համար, այսքան է, շնորհակալ եմ։ Այդ դատարանները նախքան պաշտպանական կողմին ավելի ճիշտ խափան միջոցի ստեղծան հարցը։ Դերասան Լևոն Հարությունյանը իջել տարածքներ երաշխավոր հարիկել իջել տարածքներ։ Դա նրա դիմով կա։ Մեկը ժողովուրդ դուրս եկեք ներս գայելի տեղ չկա խնդրեմ դուրս Լևոն Հարությունյան, դատարան ներկայացվեց ձեր կողմից ստորագրված դիմում, որի համաձայն ես Լևոն Հարությունյանս պատրաստ եմ երաշխավորել, որ թիվ ՀԿՏ 03320125 հայտով մեղադրյալի կարգավիճակ ունեցող Վարդան Ղուկասյանը քննության ընթացքում կդրսևորի պատշաճ վարքագիծ եւ կկատարի օրենքով իրադրած պարտականությունները։ Պնդում եք ներկայացված դիմումին։ Տեղյակ եք ինչ քրեական մեղադրանքի առաջադրված մեղադրյալին, ինչ մեղադրանքի ներկայացված։ Ընդհանուր առմամբ տեղյակ եք։ Այնուամենայնիվ այդ հանգամանքների հաշվառման պնդում եք դիմումը, դուք եք ստորագրել։ Այո։ Շնորհակալություն նստեք։ Այ հարգելի պաշտպանության կողմ դատարանը ձեր Տիկին Փոստանջյանի կողմից այսօր առավոտյան դատարանում ընդգրկված միջնորդությունների միայն վերնագրեր ընթերցեց, համարենք հրապարակված ձեր միջնորդությունները Տիկին Փոստանջյան։ Եթե կցանկանաք կարող եմ համառոտ ներկայացնել, որովհետև դատարանի ցանկանալով չէ դուք ես ցանկանում եմ, եթե հիմա այս հարցի հետ պետք է միանգամից անդրադառնանք։ Դե դուք եք նշել այդ հարցի հետ մեկտեղ բոլոր միջնորդությունները նույն համատեքստումներն Բաժան դատարան, տեսեք, մենք ներկայացրեցինք, որ հավատացանց դատավորներն այդ դատարանի ներկայացնում Հայաստանության վարչապետ ուշամեդալով պարգևատրելու վերաբերյալ Վարդան Ղուկասյանի Սերո Պաչյանին են ներկայացնում են նաև
Կարգավիճակի կողմից Ռուսաստան։ Եվ այսօրվա ներկայացված հուշամեջարների վերաբերյալ համապատասխան ավարտությունները միևնույն ժամանակ Հովհաննես Թումանյանի բնակարանի հետ կապված վերնական հետ կապված մանրամասն նշված է չընթերցեմ դրանություն չտեսնում կազմակերպան մասնավորապես այն որ Վարդան Ղուկասյանը նաև իբրես այլ անձանց հետ իր ներդրումն է ունեցել վերնական բացմանը մասնավորապես տարբերելու եւ նվիրաբերելու կապված Շիրակի թեմից է նաև տեղեկան, կողմնարան, որ կոմունիկատի սուրբ ամենաբերգիչ եկեղեցին վերակառուցվել է Չունի քաղաքապետ Վարդան Ղուկասյան գողանավորությամբ սուրբ նշանն է հետ այդտեղ կերված չի։ 2024 թվականի դեկտեմբերի 7-ին Լոնի սուրբ օդություն Տեր Կարիգին թե ամենահայոց կազմակերպության հայրապետական ձեռնամբ հայ եկեղեցու սուրբ պրոտոկոլսավորիչ բարձրագույն շքանշան շնորհել հայ եկեղեցու բարերար Չունի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի Շիրակի թեմի ողջույն տեսուչ Նարեկ եպիսկոպոս Ավակյան Ունդիմադիր եպիսկոպոսի գրազն չկա։ Դա դեպի կողմից տրված համապատասխան պետությունը ամբողջելով Խվարդաջան դատարան չէ այս երաշխավորության հետ կապված տեսեք 5 անձին ովքեր քաղաքական մշակութային գործիչներ, պատգամավորներ ներկայացրեցին երաշխավորություն առային, որ Վարդան Ղուկասյանը քաղաքականության ընթացքում կտրելով Տեր-Սևոյի պատշաճ վարկակից և կատարի օրենքով տրված իր պարտականությունները։ Միևնույն ժամանակ այդ անձիկ քաջ գիտակցում են, որ երաշխավորում են մի անձի, ով նաև Վարդան Ղուկասյանն է դա գիտակցում, որ եթե այդ վարկակիցը չդրսևորվի, վերջիններս կարող են ունենալ մեղադրանքի կարգավիճակ և ընդհանուր մինչև քրեական պատասխանատվության մոտարվեն, այդ պայմաններում սա կարծում են, որ կոնկրետ գործում երաշխիք է, առայն որ դատարանի մոտ նաև ողջամիտ բոլոր դիտորդների մոտ ձևավորվի այն կայուն համոզմունքը, որ յուրաքանչյուր առկա գոյություն ունենող կետուս մենտալների ռիսկեր միայն այս հանգամանքով կարող են չդարձնել, որովհետև Վարդան Ղուկասյանը մի անգամ այդ քայլին չի գնա, հաշվի առնելով նաև մնացած բոլոր հանգամանքները։ Պարոն դատարանության օրենսգիրքի 267 հոդվածի 3-րդ մասի կարգով հասկացնել դռնփակ դատականից նշանակություն ունեն, որի քննարկումը կրկին անհրաժեշտ է դռնփակ հասկացնել։ Այդ թվում այդ միջնորդություններից մեկը վերաբերում է այդ հարցին։ Հարգելի հանրապետական դիրքորոշումն եք Բաղդասարյան դատարանը ես բովանդակությունը չգիտեմ, դեմ չեմ, որ մենք գնանք դռնփակ դատարանի հասկանանք բովանդակությունը, դրանից հետո Դատարանն արձանագրում է, որ դռնփակություն ենթադրող, այսպես ասած, բովանդակություն ունեցող հարցի քննարկումը ևս կարող է իրականացվել դռնփակության ռեժիմով։ Դատարանն արձանագրում է, որ անցնում է դռնփակ պաշտպանության կողմի ներկայացած միջնորդությունների քննարկմանը, հարգելի ներկաներ եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, խնդրում եմ դրսում սպասել։